Ժանսեմ, ինքնադիմանկար։ Գույն, անուղղակի գիծ, աներանք տարածություն, բայց անչափ գունեղ, սպասում, շշուկի աղմուկ լռության մեջ և համատարած սեր։ Կթվան իրարից անջատ մտքեր, որոնց մեջ կարելի է փնտրել հույզեր կամ զու սպասելիք, սակայն իրականում դրանք ավելի քան բնութագրող են։ Նրանց փնտրելիս ակամա կանգնում ես որակների կամ բարձրարժեք հիմքերի վրա, որոնք ճշգրիտ կծանկարում են մեծ մարդու կերպարը։ Նրանց խոսքի և գործի արգասիքները համամարտկային են, համընդհանուր։ Ահա թե ինչու են մեծ։ Մի տեսակ սահուն համոզումով ընդունվող են, երբ չես էլ մտածում ընդվզելու մասին։ Նրանց ճանաչում ես հարյուրների միջից, առանձնացնում և անհատական վերաբերմունք ձևավորում։ Նրանք չեն համոզում, չեն սովորեցնում, նրանք պարզապես կան և եղել են։ Ես նշմարած եմ, որ այս աշխարհի վրա երկու բան լավ չէ դար։ Օրինակի համար ճշմարտություն չի գա, հավասարություն չի գա, ոչ լալիք ունի, որովհետև եթե ամեն բան հավասար լա, եթե ամեն բան ճշմարիտ լա, աշխարհ գոյություն չունենար։ Միշտ բաները լավ են, խնդրի ծարալ գուտա, տանձին ծարալ տանց գուտա, արևը ամեն արդուգել լա, քշեր գբարգի, աշխարհը գտարնա, մարդիկ կաբրին, բայց ճշմարտություն, հավասարություն չի գա։ Յուրաքանչյուր մասնագիտություն հենց մասնագետի կողմից նկարագրվում է յուրովի, քանի որ ամեն մարդ իր չափով է գիտակցում իր մասնագիտության ասելիքը։ Երևի նկարչությունը ձևակերպելու համար, որքան նկարիչ կա, այնքան էլ ձևակերպում, չափազանց անսահման է։ Պատկեր պատկերի ներսում կամ հսկա տարածություն, թվացյալ սահմաններից դուրս, գիծ, համատարած չգոյության մեջ ու անվերջ հասունացող նոր տեսարաններ։ Նկարչությունը ինքնապնդրություն մնա է, ուրիշ բան չէ, որովհետև ջերմակլատին վրա բան չի գա, ուզածդ գտնես, գուզես դակ մը գնես, գուզես կարմիր մը գտնես, ուր ուզես, գորնիթ ու որ գուզես, c'est total liberté, չէ։ Եվ այդ որ արդյունքը տուն ես, որովհետև երբ ուզածդ կամ սիրածդ աֆիրմե գնես, ինքս ինքդ գարդայդես, սիտուն։ Նրա պատկերած նկարներում պատկերի մեջ միևնույն մարդը կարծես բազմանում է, խումբ կազմում և ապրում միատեսակ խորհրդավորությամբ ու երազանքով։ Մարմինները վտիտ են, գերմարդ չի նկարում, մի տեսակ թափանցիկ են, այն աստիճան, որ վիշտը կամ որևէ այլ զգացում երևում է մաշկի տակից։ Գուցե դա նրանից է, որ նկարիչը լավ ծանոթ էր կյանքի դառնությունների շերտերին կամ մարդկային բնավորության խորություններին։ Այսօր եթե կյանքը աշխարհ գեղեցիկ է, մահը գադոր համար է, եթե մահ չգնա, կյանքը արժեք չունենար երբեք։ Տեսեք մարդիկ երկու աչք ունին, չէ՞։ Ամեն արդու երթե արթնած գսից երկու աչք ունեն, ասեն քիացիկ բան է, տեսա ֆանտաստիկ հոգ չի։ Երկու աչք ունի, սուզած գնես, կալես, բան, ինչ, հոգ չի։ Ունեցած կարևոր չունի, չունեցած դե որ գուզես միշտ ունենալ, կյանքը եթե հավիդյանն լար, արժեք չէր ունենալ, բայց հավիդյան չլալուն համար գեղեցիկ բան մն է, որ մեզի նվեր դված է, ով գիտե, ասված կսեն, բայց դվեր են, մեկը դվեր է մեզի, կամ թե այդպես պիտի լայ է, ես իպրև մեծ նվեր գնտունիմ։ Թուրքիայի Սելես քաղաքում էր ծնվել 1920 թվականին։ Մայրն այդ ժամանակների հազարավոր հայուհիների նման ունեցել էր դառը ճակատագիր։ Հրաշքով էր փրկվել, որ հետո դառնա
մեծ նկարչի մայր։ Ընդամենը 13-14 տարեկանում փոքրիկ աղջիկն անցել էր Դերզորի անապատը, տեսել ու վերապրել է հայոց ցեղասպանությունը։ Ամուսնու մահից հետո կինը զավակին վերցնում է և տեղափոխվում Հունաստան։ Մի քանի տարի անց փոքրիկ տղան կոտրում է ոտքը։ Տեղի բժիշկները շատ անհաջող կոտրվածքը չեն կարողանում բուժել և սկսվում է ոսկրաբորբ։ Բուժման նպատակով մայրը որոշում է երեխային տեղափոխել Ֆրանսիա։ Նա բուժվում է, բայց էլ երբեք վազել չի կարողանում։ Ոտքի մասնակի անդամահատում էր արվել։ Գիտեք, երբեմն երազի մեջ ես կվազեմ, բայց կյանքիս մեջ վազած չունիմ։ Վազել չեմ գիտել ինչ է, կպապագիմ։ Ադիգա, որովհետև ինգա, որ սկոդրեցավ չէ, բայց նույն ժամանակ ասվտքս գոդրած ըլալուն բաճարավ եկա Փարիզ։ Ուրեմն, եթե գոդրած չլավ, կարելի է Հունաստան մնացած կլա հիմա, ասիգա արգած մնա եղավ, չէ, բայց այդ արգածը, ինչպես եմ, ադոր փոխարեն, ես Փարիզ եկա, Փարիզ, որ աշխարհի ամենակարծիք երկիրն է, չէ, աշխարհը և գարվեստի գետրոն, աղիքմուր ոտքս կոդրեցավ։ 3 տարի հիվանդանոցներում անցկացնելուց հետո տղան ընդունվում է Մոնպարնասի ազատ ակադեմիան։ Դա 1934 թվականն էր։ Սա մասնագիտական առաջին դպրոցն էր։ 2 տարի անց ուսումը շարունակում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցում։ Մի տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ 24 տարեկանից արդեն ցուցադրվում էր անկախների հայտնի սալոնում։ Այս նոր ձևավորվող շրջանում հիմնականում նկարում էր ազգային թեմաներով, թեև հայոց ցեղասպանության մասին գիտեր միայն մոր պատմածներով։ Հզոր են մանկության տպավորությունները, և ինչպես ինքն էր ասում, արվեստը ինքնակենսագրություն է։ Նա վրձնով պատմում էր մի վշտի մասին, որն անձամբ չէր տեսել, բայց արյան կանչով թե գենետիկ հիշողությամբ վերարտադրում էր այն, ինչին այդքան ցանկանում էր մոտեցնել իր հանդիսատեսին։ Գհավադամ, ասաշխարին օրենքին հավատամ և գուզեմ ռևոլտի չեմ ըմպոստանալ, որովհետև գտեսնեմ, թե շատ լավ շինված է ամեն տեսակետով, գլուխգործոց մնա այս աշխարհը, այդպես գտեսնեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր հետքեր թողել ամենուր։ Տխրություն, հուսահատություն, ճնշվածություն, սովահար մարդիկ, միայնակ կանայք, իրավազուրկ հասարակություն։ Ֆրանսիայում նկարչական հուզական նոր շարժում է սկսվում, որի առաջատարներն էին Գարզուն, Ռևերոնը, Բյուֆեն։ Ահա նրանք պարարտ հող են նախապատրաստում երիտասարդ Ժանսեմի համար։ 1950 թվականին նա մեկնում է Հունաստան, որտեղ հին ու գունեղ փողոցներում փնտրում է մանկության օրերը, հետո Իտալիա։ Գտնում է իր ներսին հարազատ, ծանոթ կամ ոգևորող մարդկանց կերպարներ։ Ճանաչում է իր զգացածի կարևորությունը։ Նա նկարչի վարպետության նոր հարթություններ է նվաճում։ Սորվեցա արեստներ, որ գաբուն էին քիչ թե շատ նկարչության հետ, օրինակ համար դպրոցկացի art décoratif, սորվեցա décoration, architecture և բավական ադեն շարունակվեցավ այդպես, մինչև որ օրմը նայում որ փոխվեցավ։ Ես զարմացա, թե պատկերներս գծախվին գոր, նույնիսկ դպրոցի վարպետները գսեին ինձ, թե դու նամպոշտ կյանքդ պիտի դարավես, որովհետև նկարները շատ բադը գախելիք նկար չէ, դեկորատիվ մարդիկ չպիտի կնեն, բադը տնեն, բայց դու պիտի նկարես ամբողջ կյանքդ պիտի դարավես, սա երբեք պիտի չձախես։ Սխալվել էին ուսուցիչները։
Ժանսեմի հոգեհուզական նկարչությունը դարձավ շատ ճանաչված եւ փնտրված։ Ինքն էր իր արվեստը, ողջ էությամբ, գիծ էր, պատկեր, մարդկանց խումբ էր, գույն կամ խորաստվեր, հայացք էր կամ երազային տարածություն, ինքն էր։ Ինչ որ հուսադրող ազատություն կար պատկերներում, ազատություն, որը հանդիսատեսի փափագածն էր։ Ֆրանսիական տեսաբանությունը նրան բնութագրել է իբրև միզերաբլիստ, թշվառների նկարիչ։ Նա գործողություն չէր նկարում, երևի որովհետև թշվառությունը պրոցես չէ, այն շատ ավելի խորն է և ազատ պարտադրություններից։ Նրա թշվառները աղքատությունից չեն տկարացել, շատ հաճախ ինքնության թշվառությունն է գլուխ բարձրացնում։ Ներքին դրաման, հոգեկան պատմություններ գալիս են առաջ և ետ մղում նյութական արժեքները։ Ժանսեմի աշխարհը իր հոգու արձագանքն է։ Ազատ լինելու համար մեկ միջոց մգա, պետք է օգտակար լաս դիսակմա գյանքին, ես փորձած եմ ազատ մարդ լալ, ասին պաղտատմամբ շադերու ազատ մարդ եմ, բայց բոլորովին ազատ չեմ ես ալ, որովհետև բոլորովին ազատություն չիա։ Կանխորոշված թե ոչ, Ժանսեմը ճանաչված էր։ Ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում, Մոսկվայում։ Նրա կտավներից շատերը հանգրվանել են Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Հեշտ էր բաժանվում իր ստեղծագործություններից։ Հետաքրքրական է, որ իր կենդանության օրոք Ճապոնիայում բացվել են նրա անվան 2 թանգարան։ Ազնիվ արվեստը ազգություն չի ճանաչում, ու չնայած հաջողությանը կամ ձեռքբերումներին, ուներ հարստության և երջանկության մասին իր ձևակերպումները։ Շատ հարուստ եմ։ Ամեն ինչ ունիմ, այսինքն զավակ, թոր, դուն, ամեն ինչ կա, այսինքն ես ճաշած եմ ամենամեծ ճաշարաններու մեջ, երբ համով է, լոլիկը, ստաբդումը, հացմը, եթե ախորժակ ունիս, շատ համով է, բայց եթե ախորժակ չունիս, ամենահամով գերագուրը, ախորժակ չունիս, լավ չէ, և եթե շատ հարուստ ես, ախորժակ չունիս, ես երբ կերդացարդ էի, ժամբոն շատ կսեի, երբ հարուստ լամ, 2-3 հատ թանշ ժամբոն բդուդեմ, հիմա ինձի մի սարկիլված է, ժամբոն գուդեմ ամեն քիշեր, կանած եմ, տեսակ? Առաջին այցը Հայաստան 1973-ին էր եղել։ Ժանսեմ։ Երբ առաջին անգամ Հայաստան գնացի, այնտեղ մանկությունս գտա։ Ծանոթությունս հայրենի ժողովրդի ու բնության հետ մեջս խոր զգացումներ արթնացրեց։ Զգացի, որ ճիշտ եմ աշխատել, ապրել ու հավատարիմ եմ մնացել բնության խորհրդին։ Ցեղասպանություն ապրած ժողովուրդը մինչ օրս չի կորցրել հավատը, լեզուն, հոգևոր կյանքով ապրելու դարավոր ուղին։ Ժանսեմը հեղինակ էր մոտ 6000 գործերի, սակայն դրանց մեջ գուցե և իր համար և հայերի համար առանձնացան այն 36 կտավները։ Մոտ 80 տարեկան էր, երբ յուրովի պայծառացավ նրա վրձինը։ Նա զգացել էր, որ մեծ պարտք ունի, որ ինչ-որ բանում թերացել է և կարճ ժամանակահատվածում ստեղծել էր այն գլուխգործոցները, որոնք կոչեց Եղեռն։ Վերջին այցը Հայաստան 2001 թվականին էր։ Իր հետ բերել էր Եղեռն անունը կրող խոշոր հավաքածուն, որը նվիրաբերեց Ցեղասպանության թանգարանին։ Նա համոզված էր, որ այդ նկարները եկել են տուն ու պիտի ապրեն Հայաստանում։ Ֆրանսական է գրթությունս և ֆրանսացիները ասոնց փիլիսոփաները շատ լոժիկ են, միստիկ չկա մեջերն են, միստիկները ավելի էսպանացի,
Հայերը միստիկ են ավելի հայերու մեջ միստիկներ կա։ Միստիկ ասելս հավատք։ Ժանսեմի աշխարհը գեղանկարչական մի մթնոլորտ էր, որում թեև ապրում էին թշվառ կամ հուսահատ կերպարներ, բայց նրանք չէին պարտադրում իրենց ճակատագիրը։ Հանդիսատեսը ակամա դառնում են նրանց կարեկիցը։ Ցանկություն է առաջանում գրկելու, խնամելու ու սփոփելու։ Նկարչի փոխանցած այս հզոր ուժը մարդուն իրական մարդ է դարձնում, ավելի կատարյալ, ավելի հոգատար, ավելի մարդ, քանի որ օգտակար լինելու ազնիվ մղում է առաջացնում։ Շատ բան չի հետաքրքրել ինձ իրականության մեջ։ Նկարչությունն, քրագանությունն, մյուզիկան, զադ ուրիշ ոչինչ կը աշխարհի դեպքերն ինձ կաստեն, բայց չեմ մասնակցիր, ասեմ։ Այդ գործերը ինձ մետուրս են։ Իմ աշխարհը շատ բան է։ Բզդիկ։ Նրա արվեստին խոր չէին գրաֆիկական աշխատանքները, գունավոր կամ միագույն լիտոգրաֆիաները։ Ժանսեմի գծանկարային վարպետությունը այն աստիճան խոհական է, որ աշխարհի անբեկանելի ճշմարտությունները ներկայացնում է ընկալելի, շատ հուզական լեզվով։ Այդ լեզուն գուցե դրամատիկ է, գուցե մի քիչ ցավեցնող, բայց հուզումից առաջացող հավասարակշիռ ալիքը բերում է ինքնաքննության, ինքնամաքրման։ Ճանաչողություն, զգացում, վերապրում, նաև սեր, գաղափարի հավատարմություն կամ հենց միայն այն, ինչ զգում է կոնկրետ անհատը, մարդը, որին այդպես սեփական վերլուծության դիպուկությամբ ճանաչում էր Ժանսեմը։ Արշիլ Գորկին ասել էր. եթե նկարչության մեջ գծանկար չկա, ուրեմն դա նկարչություն չէ։ Ժանսեմը գծանկարի մեծ, բացառիկ վարպետ էր, ով գծով արտահայտել գիտեր մարդկային հավերժական արժեքները։ Ինչ եմ անում ես Ֆրանսիայում, այս մարդկանց հետ, ոչ գլուխս է նրանց նման, ոչ սիրտս, ոչ ապրելակերպս, որն է պատճառը։ Պատճառը ցեղասպանությունն է, որը այդքան երկար ժամանակ չէի խիզախում վրձնել։ Ժանսեմ